2018-ի համեմատ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով, ազգային ժողովի բյուջեի քննարկումների ընթացքում հայտարարեց պաշտպանության նախարարը, ներկայացնելով 2026-ի հատկացումները։ Դրանք կկազմեն 563.1 միլիարդ դրամ, որից 259.4 միլիարդը ընթացիկ, իսկ 303.7 միլիարդ դրամը կապիտալ ծախսերը կկազմեն։ 2022 թվականին մենք ունեցել ենք մոտավորապես տեղական ռազմաարդյունաբերական ընկերությունների հետ 5.5 միլիարդ դրամի պայմանագիր։ Հետագայում եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվը այսօր դարձել է 171 միլիարդ ՀՀ դրամ։ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է մեկ նպատակով՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է, հայտարարեց Պապիկյանը, հիշատակեց այդ ուղղությամբ ներդրված ծրագրերը, որոնք համալրվել են նյութական խթաններով։ Ռազմական բուհերի շրջանավարտներին բնակարան հատկացնելու որոշումը, ատեստավորման գործընթացի ներդրումը, պաշտպան հայրենյաց ծրագիրը, կանանց 6-ամսյա կամավոր ժամկետային ծառայության համակարգը, օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի պահեստազորում հաշվառված սպաները կարող են վերադառնալ բանակ, շարունակել ծառայությունը սահմանված զորամասերում, միևնույն ժամանակ պահպանելով զինվորական թոշակը, այս ամենը հայրենիքի պաշտպանության, գաղափարի ամրապնդման և զինծառայողի աշխատանքը կարևորելու նոր ձևաչափեր են։ 2026-ին Հայաստանում տեղի կունենա COP17 համաժողովը, նախատեսվում են լայնածավալ միջոցառումներ, ներկայացրեց Համբարձում Մաթևոսյանը։ Շրջակա միջավայրի նախարարությանը կհատկացվի նախնական 1 միլիարդ դրամ։ COP17-ի հյուրընկալմամբ Հայաստանը լինելու է ոչ միայն միջոցառման կազմակերպիչ, այլև գլոբալ բնապահպանական երկխոսության հարթակ և գործընթացների գլխավոր բանակցային միջնորդ և հանդես է գալու որպես միջազգային և տարածաշրջանային կամուրջ։ Մենք հնարավորություն ենք ունենալու խթանել դիվանագիտական և տնտեսական հարաբերությունները և բարձրացնել Հայաստանի միջազգային հեղինակությունը բնապահպանական քաղաքականության ոլորտում։ Կրթության ոլորտում բարեփոխումների ընթացքից, մասնավորապես 300 դպրոց 500 մանկապարտեզի կառուցման ծրագրից ընդդիմությունը շարունակում է դժգոհել, անկախ կառավարության հավաստիացումներից, որ այն կիրականացվի նշված ժամկետներում։ 4.5 տարում 59, 6 ամսում 241, լուրջ եք ասում։ Դուք նույնիսկ մինչև 25 թվականի ավարտ այն եւս 65 խոստումը չկարողացաք կատարել, ուր մնաց 6 ամսում 241։ Դպրոցը մեկ օրում չի կառուցվում, կառուցվում է 3 տարվա ընթացքում կամ 2 տարվա ընթացքում կախված չափից, սա նշանակություն ունի։ Դուք խոսում եք ձեր նախորդ ելույթի ընթացքում այն մասին, թե որոնք են ավարտված դպրոցները քանակներով նշելով, բայց երբ որ միաժամանակ մեծ քանակով դպրոցներ գտնվում են կառուցման ընթացքում, հետո արագ առաջ է գալիս դրանց ավարտը։ 2026 թվականին ծրագիրն ավարտելու համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները նախատեսված են։ Դրանք կավարտվեն սահմանված ժամկետներում եւ տարեվերջին մենք ունենանք ամբողջ ծավալով իրականացված ծրագիր։ 2025-ի տարեվերջին աշխատանքներն ավարտված կլինեն նաեւ 275 մանկապարտեզում, որոնցից 86-ը կլինեն կառուցված կամ վերակառուցված, իսկ 189 նորոգված։ 500 մանկապարտեզ ծրագրի ընդհանուր արժեքը կգերազանցի 70 միլիարդ դրամը։ Բյուջեում արտահայտված են կառավարող թիմի քաղաքական կամքը, համոզմունքները, արժեհամակարգը եւ վերանձնային երազանքները, ասաց քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղարը։ Մենք պատմականորեն մի հանգրվանում ենք, սիրելի հայրենակիցներ, երբ առաջին անգամ քննարկում ենք մեր ապագան խաղաղության պայմաններում եւ առաջին անգամ քննարկում ենք վստահ քննարկում ենք մեր խաղաղ ապագան։ Բյուջեի քննարկումները որքան էլ մասնագիտական են, շատ վերլուծություններ եւ մեկնաբանություններ ոչ այնքան խրթին մեր քաղաքացիներից շատերի համար, սակայն մյուս կողմից մենք բյուջեն կարող ենք տեսնել եւ շոշափել։ Մենք կարող ենք երթևեկել մեր կառուցած ճանապարհներով, մենք կարող ենք հաճախել ժամանակակից դպրոցներ ու մանկապարտեզներ, կարող ենք ունենալ գեղեցիկ եւ խնամված բնություն, կարող ենք մեզ անվտանգ զգալ մեր երկրում, կարող ենք պաշտպանվել արտաքին վտանգներից եւ մի շարք կարողեներ կարելի է ավելացնել այստեղ, բայց անկյունակարային այնն է, որ այս ամենի հեղինակը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Նոյեմբերի 5-ին Եվրամիությունը հայկական կողմին պաշտոնապես հանձնել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, հայտնեց ներքին գործերի նախարարը, անդրադառնալով միգրացիոն ոլորտում կարևոր ձեռքբերմանը։ Ուրախությամբ պիտի փաստեմ, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են 74 կետերում, արդեն իսկ
իրականացվում են կառավարության կողմից, որոշները ունեն համապատասխան ընթացք։ Դրանցից կարևորը թերևս փաստաթղթերի անվտանգությունն է։ Ես ուզում եմ հատուկ նշել, որ մենք էական առաջընթաց ունենք բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ։ Գիտեք, որ մենք կնքել ենք համապատասխան պայմանագիր ֆրանսիական ընկերության հետ։ Բիոմետրիկ համակարգը կգործարկվի 2026 թվականի երկրորդ կիսամյակում, տեղեկացրեց նախարարը։ Քաղաքական պատասխանատվության մասին հարց բարձրացրեց ընդդիմադիր падգամավորը։ Առողջապահության նախարարն է խոսելու։ Այն զինվորների մասունքները պարկերի մեջ պահելու քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, թե ներողությունը մենակ հերիք է։ 15 զինվորների այրվելու քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա, հղի կնոջ վրայերթի քաղաքական պատասխանատվության հարց կա թե չկա։ Գողը գոռում է բռնի գողին այն պարագայում, որ ասենք ոչ այդ մարդունում ինքը որ մեղադրում է գող է եւ հանրությունը գիտի Եվ ոչ էլ գողրացողը դրա իրավունք ունի։ Դուք չեք կարող դատավորի կարգավիճակ ձեր վրա վերցնել, որովհետև դուք այնքան մեղքերի մեջ եք։ Ամեն անգամ, երբ որ դուք, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը մեզ ինչ-որ բաների մեջ մեղադրում է, հետո գալիս է ընտրությունները կրվում է, դա ի ցույց է դնում, որ դուք այնքան վատն եք, որ ինչի մեջ էլ մեզ մեղադրեք, Մեկը մարդիկ ասում են յախա են թափ տալիս կներեք այդ բառի համար, ասում են ով ուզում ալինի մենակ սրանք չլինեն։ Դուք այդ գիտակցումը ունեք կամ բանակցելու մասին եք խոսում, ինչ տուն, ինչ առանձնատուն, ինչ բանակցելու մասին եք խոսում։ Բա ուրա Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեռանք ասելով եկեք բանավեճի։ Տիկին Վարդանյան, ես ձեր պատասխանը, քաղաքական պատասխանը իմ սենյակում տվել եմ, երբ որ դուք պատռելով զոհված զինծառայողների նկարները, որոնց շարքում իմ եղբայրն էր, շպրտեցիք իմ դեմքին։ Եվ վերջ։ 2026 թվականին պետական բյուջեն պատմական է եւ փաստում է, որ ապագա կա, ապագան այսօր է եւ հենց մենք ենք ճարտարապետը մեր երկրի ներկայի եւ ապագայի։ Մեզ ասում են 7 տարի մնացել եք նույն դասարանում, դուք 20 տարի մնացել եք ժողովրդի կոկորդում, դուք քաղցկեղի պես կերել եք մեզ ներսից, դուք կապ չունեք ոչ մեր երկրի, ոչ մեր ժողովրդի հետ, դուք ձեր հետևից թողել եք ռազմական պոլիգոն հիշացնող ճանապարհներ։ Այս կառավարությունը բյուջեի նախագծում կարողացել է պահպանել եւ պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում, ամփոփեց քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը, իսկ ընդդիմությունը պնդեց, որ այս կառավարության բյուջեն չի կարող երջանկություն բերել։ Այսինքն այսօր մարդիկ երջանիկ են, մյուս տարի ավելի երջանիկ են լինելու։ Երեք երբ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը անդրադառնալով դեմոգրաֆիական խնդիրներին ասում էր, որ երեխա ունենալու ընդունակ կամ միգուցե նա ցանկացող կանանց թիվը փոքր էր, այստեղ օթյակում համալսարանի ուսանողներ էին։ Մի տղա էր ընդամենը։ Գեղեցիկ աղջիկներ, երիտասարդ ու մի տղա։ Եվ երբ փողոցում քայլում ես, տեսնում ես այդ երևույթը, երիտասարդ աղջիկներ մենակ։ Իսկ գիտեք ինչու՞։ Որովհետև համարյա մի ամբողջ սերունդ այսօր երրաբլուրում է։ Այո, դուք ժողովրդավարությունը չեք կարող շոշափել եւ չեք կարող ուտել։ Բայց ժողովրդավարությունը կարևորագույն համակարգ է, որը հնարավորություն է տալիս, որ մենք այդ երջանկության պայմանները ստեղծենք, պարոն Խաչատրյան, որովհետև երջանկությունն ի վերջո սուբյեկտիվ զգացողություն է։ Մեր նպատակն է, որ մենք օբյեկտիվ պայմաններ ստեղծենք, որ մարդը այդ սուբյեկտիվ երջանկությունը զգալու հնարավորություն ունենա։ Հավաքական Սերժի եւ Քոչարյանի աշխարհում այդ օբյեկտիվ պայմանները չեն եղել։ Վարչապետի եզրափակիչ ելույթից հետո բյուջեի քննարկումն ընդմիջվեց առնվազն 4 օրով։ Պատգամավորներն ու խմբակցությունները իրենց առաջարկությունները կարող են ներկայացնել 24 ժամվա ընթացքում։ Վարդուհի Արզումանյան, Արամ Հարությունյան, լուրեր։